ցանած արտը, ցանած ցորենը, ցանած կարտոշկեն։ Էլ եմ ասում, ընդհանուր չեմ քրվում։ Քրվում եմ նրանց, ովքեր կայնած էին Նիկոլի կողով ու ասում էին պարոն Փաշինյան։ Այդ դրանց է վերաբերվում իմ քֆուրը։ Հելան հույ բույարին ասին նեխույա, ես իմ տարածքը չեմ տալեմ Թուրքին։ Բագրատ Սրբազանը գնաց հասավնդե, դիմադրության շարժում Գառնիկ Դանելյանի հետ։ Ընդհարումներ ելան կարմիր բերեթավորների հետ, ոստիկանական ուժերի հետ, բրբրթոցի, խփոցի, քրֆոցի, չէ, այդ սաղկադրերը սաղասել տեսել ենք։ Դրանից հետո, երբ որ Նիկոլը բերեց ոստիկանական ուժերը լցեց Բաղանիս եւ Կիրանց, այդ ոսկեպար, մի խումբ այդ բնակավայրերի բնակիչներ, խուրջինները գնչուների պես խփին թևների տակ, սխալ եմ ասում, ասեք սխալ ես ասում, վազելով եկան կառավարական շենք, էդ էլ եմ տեսել, եկան հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, եկան չէ, յանի իրանք համաձայն չէին Նիկոլ Փաշինյանի արած դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ, յանի իրանց վարած, ցանած հողերը անցավ ադրբեջանցուն իրանք դրան դեմ էին, եկան հասան կառավարական շենք, դրանից հետո եղավ են ինչ եղավ, Բագրատ Սրբազանը գնաց ընդ է, Գառնիկ Դանելյանի հետ, դիմադրության շարժում, այտենց մի հատ հզոր շարժում, հզորը շակերտների մեջ, էլի մի քիչ, ճիշտ խոսելը խո, ոչմ, բրբրթին, ես այդ կադրերը հիշում եմ, իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկն էլ էր ընդ է, որ հիմա բանդարկված է, Արթուր Վալերիկի Վարդանյանը, գնացել էր մարդը Երևանից հասել էր ընդ է, որ Բաղանիսու ոսկեպարծու համար քյալատ է, որ Տաուշի հողերի մի մասը Նիկոլը չտա ադրբեջանցուն, ճիշտ է, Բագրատ Սրբազանի շուրջ համախմբված կային նաև ոսկեպարծիներ, բաղանիսցիներ, կիրանցիներ, հիմի բացատրեք հասկանամ, եթե ձեր բնակավայրից մի տարածք, մի ահագին տարածք, ձեր վարելահողը, ձեր ցանած ցորենը, ձեր ցանած կարտոշկեն, վերցե տվե Թուրքին, վերցել է ինքնակամ խախտելով սահմանադրություն տվե Թուրքին, իրա են չելած խեռը հանել դնելով ձեր բերանը, խոսքի օրինակ, են մարդկանց եմ ասում, ովքեր այսօր ասում էին պարոն Փաշինյան, մի ժամ առաջ եմ նայել տեսանյութը, դուք ինչ կապիկություն էիք անում Բագրատ Սրբազանի շուրջը կայնած, մեկ էլ Գառնիկ Դանելյանի, կասեք մի հատ, հա, եթե դուք պիտի հլու հնազանդ, հա, ձեր հողերը տայիք Թուրքին, այդ 16 միլիոն դրամի ծրագրի շրջանակներում ձեր փողերը ստանայք, այսինքն դուք ձեր հողը, ձեր պապական տունը, ձեր հորից պապուց ժառանգություն ստացած սրբությունը նվեր տաք Թուրքին, հետո այդ նվեր տվողի հետ կանգնեք խոսեք պարոն Փաշինյանով, այդքանից հետո մի հատ հասարակ հարց եմ ուզում տամ այն մարդկանց, ովքեր կնայեն այս վիդեոն, ես խի պտի Նիկոլ քրվեմ, ես խի պտի պայքարեմ իմ առողջության հաշվին ձեր նման բոզի բալեքի համար, հա, քանի կոպեկ արժի, իմ մյուսի հարյուրավոր մարդկանց բացադրական աշխատանքը, խոսալը, շամպես հաչալը, եթե դուք համակերպվել եք ձեր տունը տալու Թուրքին, այ բոզի տղեկ, ձեր Փաշինյանը, որ եկեք այնել է ձեր կողը, են, արավ ես չեմ հասկանամ, ասենք ես էլ պտի մեծանամ դառնամ բիձա, ցանկացած տղամարդ մեծանամ դառնամ բիձա, եթե ասված իրան կյանք է տալի, բայց բիձա դառնալուց հետո մարդ իր առողջ բանականությունը չպետք է կորցնի, բիձեքին հավքել է կողը, բիձեքն ասում են պարոն Փաշինյան, պարոն վարչապետ, դուք մի հատ ինքներդ ձեզ հարց չեք տալի, դուք ում եք ասում պարոն, բոզի բալեք, ում եք ասում պարոն, հա, այն մարդուն ում երեխեքի մայրը ասեց, որ հայ ժողովուրդը ունի 11,000 դավաճան, հա բոզի տղեկ, դուք այն մարդուն եք ասում պարոն, ում երեխեքի մայրն ասեց, Արցախում կամ Հայաստանի սահմաններին ջերմուկում զոհված տղաները զոհվեցին հանուն ոչնչի, դուք դրանով այդ մարդուն եք դիմեն պարոնով, դուք են մարդուն եք ասում պարոն,
որ մեզ որպես ազգ աշխարհով մեկ սարքելա փսլինք, հա, պլենդուզից ցածր ազգասարք է, որոշակի անհատականությունների նկատմամբ հարգանքը եթե չլինի, աշխարհի բոլոր ազգերը ղժում են հայի վրա, ցավները տանեմ։ Տեղ-տեղ վախենալով ձեն չեն հանում, բայց դա էլ է ժամանակավոր։ Վաղ այդ ղժալը ներողություն, ղժալը ճակերտների մեջ, հայի վրա որպես ազգի վրա լինելու է համատարած, ու այդ ամեն ինչի տակից մենք ազգովի տասնամյակներով չենք կանալու դուրս գանք, դուրս են գալու մենակ մի պարագայում։ Առաջի հնարավորության դեպքում եթե ես չանեմ, թո ինձ ճանաչողները թքեն իմ երեսին։ Ձեր նման, ով որ կայնել է Փաշինյանի կող, ասում է պարոն Փաշինյան, ով որ կայնել է այդքանից հետո, ու Նիկոլին դիմում է պարոն Փաշինյանով, ձեր գլուխը չջարդողի լավը քունեմ ես, իմ հոբարեն։ Ձեր նման բոզի տղերքի լավը չքունողը ամենավերջին մարդը պետք է լինի։ Ձեր նման բոզի տղեն կայնի իմ կողը ու ասի ես հայ եմ, તો դուք հայ չեք, դուք խռի ծայր եք, դուք չգիտեմ ինչ ասեմ, արա ես իմ սիրտը հովանա։ Ինձ ներվայնանալ չի կարելի, իմ առողջական խնդիրներից ելնելով։ Ես հիմի կարող եմ խոսքի շատ վատ իրավիճակի մեջ ընկնեմ, բայց չեմ կարեմ, արա սիրտս չի տրաքմա սիրտս։ 7-8 հազար երեխու հողին հանձնած բոզի տղուն դուք ասում եք պարոն արա, հա, բացասնեմ ձեր նավարին, ձեր իսկ դոշին դրած, քունեմ ձեր նավարի բերանը մեծից փոքր, բոլոր նրանց ովքեր կանգնած են Փաշինյանի կողը ու ասում են պարոն Փաշինյան, ձեր կերածը քունեմ ես, ներողություն նայողներից, դուք հայ կոչվելու իրավունք չունեք, դուք թուրք չեք, դուք թուրքի խեռի մնացորդ եք, ձեր նավարին քունեմ ես։ Ստիզ մի հատ հետևություն, ով ոնց կուզի թող հասկնա։ Սերժն ու Քոչարյանը, որ ձեզ ծծծրած են պահել, լավ են արել։ Սերժն ու Քոչարյանը, որ ձեր նման բոզերին քունած են պահել, լավ են արել։ Ձեր վզին դրած են պահել, լավ են արել։ Դուք ենքան պրաստիտուտկա գնջի բոզի բալա մասսա եք, արա, գանդոնի բալ եք, որ դուք ձեր 5-10 հազար դրամով ձեր ձայնի իրավունքը ծախել եք, բոզեր, հետո այդ փողը վերցե դրել եք ձեր ջեբը, հետո գնացել եք կայնել եք 10 քայլ հեռու, ասել եք աղբեր, ընտրությունները կեղծեցին, նույն օրինակով դուք հիմա ռուս եք քլնգում, քլնգեք իշքան կուզեք, բայց ռուսը որ չլներ ղախպի բալեք, դուք այսօր պետություն չեիք ունենա, թափեմ ձեր կերացի մեջ, ռուսը որ թուրքից չազատագրեր դուք հիմի 10,000 քառակուսի հավաբնի չափ երգիր էիք ունենալու, բոզի բալեք, ձեր լավը քունեմ ես, Սերժն ու Քոչարյանը ձեզ քիչ են ծծծրել, ձեր նման բիոզանգվածի բերանը պետք է ժաշտային ամեն ասոր ներողություն նայողներից խնդրում եմ իմ ընկերներից ներողություն ես բառամթերքի համար, ձեր նման բոզի բալա արա, այ լավներդ քունեմ, այ լավներիդ բերանը քունեմ ես, մեծից փոքր, են գանգուր բեղերով, խուճուճ մազերով կնանիքից բռնած, են չալիք բռնողից մինչև նորածինը, բոզի ծնունդներ, դուք ինչ երեխա պետք է դասիրակեք, որ վաղը այդ տղեն իմանա ինչ նշանակում հայրենասիրություն, հայրենիք սիրել, պայքարել հայրենիք, ուրեմն ագարկի ծնունդներ, վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր այսօր Նիկոլին դիմում էին պարոն Փաշինյանով, բաղանիսում ու ոսկեպարում, ձեր սաղի կերածը քունեմ ես։ Ես պարզ ասում եմ, ինչ ասում եմ հմի, ձեզանից յուրաքանչյուրին դեմարտեմ, թե չասեմ գյոտ լնեմ։ Ասեմ ու ասացից տեր կայնեմ, ձեր սաղի կերածը քունեմ ես, լսակ։ Բոզի տղեք, այդ 7-8 հազար երեխեն էին մեղավոր, 18 տարեկան, որ պարկան հողի տակ, իրանց ծնողներն էլ դառան կես մարդ 2 տարվա մեջ, հա? Որ դուք Թուրքի հետ կարողանայիք հարևանություն անեք, սենց տուն տնի ապրեիք։
Այդ երեխեքը ինչ մեղք ունեն, արա։ Հարց եմ տալի ձեր նման կլիմաքսից քայքայված, արա տղամարդն էլ այդ կարգի անասունը լինի։ Ես հասկանում եմ դուք ձեզանից շատերը ձեր գյուղից էնյան աշխարհ չեն տեսել։ Բոզի բալեք, բացի ձեր գյուղից գոյություն ունի նաև աշխարհ, մեծ աշխարհ։ Ձեզանից ոմանք եթե դուրս գան այդ ձեր գյուղից ու կոնկրետ խոսքի օրինակ կան Ռուսաստանի Դաշնություն աշխատելու հյուր, այտենց բացատրեմ որ դուք հասկանաք։ Չգիտեմ, ընդ պրայեզդեմ որ ձեզ ասեն դուք ինչ ազգ եք։ Խնդրում եմ ձեզնից, դուք լինելով բոզի տղա, բայց ես խնդրում եմ ձեզնից, չասեք որ դուք հայ եք։ Ինչ ազգի անուն ուզում եք տվեք, դուք չասեք որ դուք հայ եք։ Ռուսաստանում կասեք մեզ քաքել են, нас высрали։ Խոսքի տենց։ Ու հետևները որ մաքրե թուղթը գցել են, մենք այդ թղթից ենք առաջացել։ Դուք ամենաէժան զուգանի թղթից էժան եք, այդքան էժան բոզի բալա եք։ Ու հələ ես նստեմ զարմանում եմ, ասում եմ մեկ նստում եմ ասում եմ ախպեր ոնց կարա մեր ազգի այդ միասնականության ջիղը անտեսելով մենք պարտվենք այդ քոչվոր ցեղատեսակ բոզի բալեքին արա։ Այդ ձեր նմանների շնորհիվ մենք կարայինք պարտվենք։ Ձեր նմաններին վառելը քիչ է, լսակ։ Ձեր նմանների լավը քունելը քիչ է։ Ես էլ եմ ասում, Նիկոլին ես դեպքում բան չեմ ասում։ Կարեմա մատի վրա ֆրցնումա։ Չունի էլ ներքևը ոչ մի բան, որ ասեմ խեռի վրա դրած ձեզ ֆրցնումա։ Կարեմա ֆրցնում արա։ Արա մարդը, ով ձեր հայրական տունը, ձեր ձեռից վեկալավ, առավ, ծախվող բոզեր, տվեց թուրքին, ականազերծեց, տվեց թուրքին, հետո ձեզ, եկեք այնելա ֆրի գանեմ, կառավարական ծրագրերից է խոսում, ձեզ ասում է եղբայր, դուք էլ ասում եք պարոն Փաշինյան, ձեզ ասելու բան չկա, դուք չատլախի սերունդ ոնց ծնվել եք, այտենց էլ ապրելու եք ձեր սաղ կյանքը, ու ձեր դասիրակած երեխեն երբեք չի կարա հայ մեծանա, այս ամեն քֆուրը վերաբերում է բոլոր նրանց, ես համատարած չեմ քրվում, բոլոր նրանց, ովքեր այսօր կայնել են Նիկոլի կողմն ասում էին պարոն Փաշինյան, պարոն վարչապետ, որովհետև ոսկե պարծիների բաղանիստների մոտ թասիբով տեսակել կար, որ կարմիր բերեթավորին հետ քյալը էր տալի, այետի պակազուխեր թե չէ, էդի հարցի երկրորդ կողմնա, ես ուզում եմ հավատամ, որ հայի թասիբով տեսակ ընդ կա, ուզում եմ հավատամ, տղեկ ջան, այդ պարոն Փաշինյան ասող մարդկանց տղեկ ջան, հայեր ջան, ձեր հորը մի հատ ձեր հերերին մի հատ հորողպեներին բացադրեք, կանչեք տուն, որ կգա հանդիպումից հետո, ասեք պապ ջան, հոպար ջան, քերի ջան, այդ բոզի տղեն ով էր, որ դու ասում էիր պարոն, ասա պապ ջան, հոպար ջան, էսի խնդրանքի կարգով, այդ բոզի տղու պատճառով մեր եռաբլուրը եռապատկվեց, մարդկանց աշկերը չի չորանամ արցունքից, այդքանը կարակ բացադրեք, հա, պիզդեց, հոշում ես կանը, էլի եմ ասում, ձեր նմաններին, են որ ասում է խոսքը, չեք կնուտի պրյանիք, ձեզի մենակ կնուտ, ձեզ պտի առավոտից չուրի իրիգուն, են ամենավերջի ձևով ասպատակ են, ու ես չեմ զարմանում, գիտեք, որ այդ տեսակը կա մեր երկրի մեջ, ասեմ, ինչի հիմար, հարյուրամյակներ ի վեր, Հայաստանը ասպատակվել է արաբների կողմից, պարսիկների կողմից, թուրքերի կողմից, ասպատակվել է, այսինքն Հայաստանը չի ունեցել պետություն, եղել է սրա նրա տիրապետության տակ, ու այդ տիրապետությունը չի տևել մի օր, երկու օր, մի շաբաթ, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանին պարոն Փաշինյանով դիմող բոզի տղեկ, ձեր նախատատերին թուրքն ու պարսիկը յոխել են ամենավերջի ձևով ու դրանց
սպերմի մեջի գենետիկան այսօր եկե հասելա ձեզ։ Ինքնասիրություն ունեցող հայը իր տունը չնայած իր տունը ծախած հայ գոյություն չունի երևի, որ ինքը իր հայրական տունը ծախի ու ասի ես հայ եմ։ Չկա տես բան։ Իմ կարծիքով չկա։ Ինքը իր հայրական սրբությունը ու օջախը ծախող հայը կապիտոլյանտ բոզի տղուն, գաղութում բոզություն արած բոզի տղուն, 8000 երեխուն հողի տակ պարկծրած բոզի տղուն, Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչող բոզի տղուն, Սև լճի 30% հիմար հոկռիվ չենք անելու ասող բոզի տղուն, չի ասի պարոն վարչապետ, էդի նորմալ հայ է, բայց ոչ դուք։ Հələ որ այսքանը։ Լավ, ոչ եմ լավ, էլի վիճակի չեմ խոսալու։